Այս պահին գիտեք 111,000 քվեաթերթիկ է մշակվել եւ ըստ Real Elections մեր համակարգի մոտավորապես 26%-ի շրջակայքում ենք, հիմա թվերը անընդհատ փոխվում է, իսկ հանրապետական կուսակցությունը 60 եւ ավելի եւ այս պայդրությամբ ունենք այնինչ ունենք, այսինքն մենք 474 ընտրական տեղամասերում ունենք վստահված անձեր, ովքեր պահում են այն ձայնը, որը Հայաստան Հանրապետության քաղաքացին տվել է, թե մեզ, թե երկիր ծիրան է։ Դուք ընդդեմ եք այն, ինչ խորհրդանական ընտրություններ ժամանակել, այսինքն կարծում եք ձեր ձայնը չի գողացվելու, սահմանադրական դատարան դիմելու եք թե ոչ։ Դերևս հաշվարկի ընթացքի մեջ է, ես վերջնական որևէ հայտարարություն այս պահին չեմ անի, հայտարարություն կանենք վաղը մամուլի ասուլիսի միջոցով, որի մասին մանրամասն կծանոթանանք զանգվածային միջոցներին, այս պայմանությամբ կարող եմ ասել հետևյալը, եթե պարլամենտական ընտրությունների տրամաբանությունից, ընտրական տրամաբանությունից դուրս որևէ բան տեղի ունեցած չլինի, այսինքն մեր վստահված անձերը ետ գան 474 մարդ, բերեն արձանագրությունները եւ որևէ ձայն մեկը մյուսից գողացած չլինեն, չգիտեմ, 26%-ը օրինակ 40 չլինի դարձած 26, հա, ուրեմն մեր դիրքորոշումը արժանատվությունների ժամանակ արտահայտած մեծ հաշվով չի փոխվի եւ մենք ամեն դեպքում հայտարարությամբ հանդես գանք եւ այն մամուլի ասուլիսով, որի ժամանակ կպարզաբանենք թե ինչու եւ ինչպես եւ մեր ապագայի հարցերը։ Իսկ այս բանի դրությամբ նախնական տվյալները ես արդեն ասացի։ Ստացել եք այնքան քվե, որքան ակնկալում էինք, որ դες։ Չէ, մենք ակնկալում էինք 41% ձայն, որի արդյունքում պետք է ստանայինք բոնուս եւ ձևավորեինք մեծամասնություն։ Իսկ ինչով եք պայմանավորում այն, որ տարօրինակ այնքան քվեարկություն կա, վարչական ռեսուրս, մենք ասել ենք ադմինիստրատիվ ռեսուրս եւ փող։ Առանց փողի ադմինիստրատիվ ռեսուրսների ես կարող հանել։ Առանց փող բաժանելու այսօր հանրապետական կուսակցությունը անգամ մի գյուղում չի կարող վերարտադրվել։ Եվ ինչի մասին մանրամասն խոսել ենք քարոզարշավի ժամանակ եւ դա հետ կապված է մեր առաջարկությունը եղել է։ Հիմա ունենք այն ինչ ունենք։ Եվ շնորհակալ։ Ես եք շնորհակալ։